Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ։ Վերջին օրերս տեսնում ենք, որ համարյա թե բոլոր ալիքներում խոսում են այս թեմայի շուրջ, եկեղեցու թեման չի վերջանում։ Բլոգերներն են խոսում, վարչապետն է գրառում անում ամեն օր Facebook-ում, տարբեր լրատվամիջոցներ, ալիքներ, նույնիսկ հոգևորականներ են արդեն սկսում տարբեր բաներ արտահայտվել։ Եվ այս ամենը չի դադարում, իրոք ստեղծում է լարվածություն, հոգնություն և ծանր է բոլորիս համար, կարծես էլ ուրիշ մտածելու ոչ մի բան չունեինք։ Ամենակարևոր երկրի հարցը սա է և պետք է լուծվի։ Այդ պատճառով էլ որոշեցի մի քանի խոսք ասել այս թեմայի շուրջ, ոչ թե դատելու, այլ հստակեցնելու, զգուշացնելու և հույսով, որ այս ամեն ինչը շատ շուտով կդադարի և իմ խոսքը, իմ մտածմունքը կամ այսպես ասած իմ եզրակացությունները ասելու համար որոշեցի այս թողարկումը անել։ Մի քանի խոսք նախ այն մասին, թե վարչապետը ինչ է ասում, անում և այլը, և ընդհանրապես այս ամեն ինչը, գիտեք ինչ, ծիծաղելի ասեմ, զավեշտական, թե ինչ, ուղղակի այս ամենը քննադատվեր ցանկացած անձի կողմից, ցանկացած հաստատության, բայց ոչ վարչապետի, որովհետև ինքը ամենավերջին մարդն է, որ կարող է ինչ-որ արժեքներից խոսալ, բարոյականությունից և այլ նորմաներից կամ կանոնակարգը, եկեղեցու մեջ գտնվող կանոնակարգը խախտվել է և այլը այս բացականչություններն անի, երբ որ նման կանոնակարգեր կան նաև երկրի ղեկավարից պահանջվող իհարկե մի այլ տիպի և այս ամեն ինչը խախտող մարդը մատը տնկում է մեկ ուրիշի վրա, ասելով, որ այս ես խախտել, այն ես խախտել և այլը, ուղղակի պետք է մարդը, եթե նա լիներ այնպիսի 100%-անոց, իր ամեն ինչով կարգ ու կանոնով, ամեն ինչ, ինչպես ասել, արդար, ճշմարիտ երկիր կառուցած լիներ, բոլոր տեղերը ճիշտ օրենքներով, ճիշտ կարգ ու կանոնով ամեն ինչ գնար և մնացել էր այս մի խնդիրը միայն, նա որոշեց այս մասին էլ արտահայտվել, որպեսզի այնտեղ էլ կարգ ու կանոն մտցվի, թափանցիկություն և այլը, այդ ժամանակ կհասկանայի, ուղղակի ծիծաղելի է հնչում, որ եթե 100%-ով ձախողել եք ցանկացած բնագավառ, դուք ինչ իրավունք ունեք, վերցնեք ընդամենը մեկ բնագավառ և նրանցից պահանջեք կարգ ու կանոն կամ ճշմարտություն։ Սա է ուղղակի զավեշտալի և իրոնիան հենց սրա մեջ է, թե չէ այնտեղ եկեղեցու սիստեմում գոյություն ունեցող թերի արարքները և այլը բոլորս էլ գիտեինք և շատ էր առաջ էր այդ մասին արձածվում տարբեր տեղեր։ Ուղղակի իմ ասելիքն այն է, որ կաթողիկոսի անձնական կյանքը հանկարծ համարվում է ազգային անվտանգության խնդիր։ Լսեցի մի քանի ալիքներով, որ եթե նրա վրա կոմպրոմատ կա, որ երեխա ունի և այլը ընտանիք, դա կարող է ազգային անվտանգության խնդիր դառնալ, իբր թե դա է պատճառը, որ պետությունը պարտավոր է դրանով հետաքրքրվել։ Արդյոք վարչապետի որոշումները և գործողությունները, որոնք հանգեցրել են տարածքի կորուստների, առանց պատշաճ քննարկման, նրա այս ամեն ինչը չպետք է դիտվի որպես նույնպես ազգային անվտանգության սպառնալիք կամ խնդիր։ Բերեք հակադարձենք, ինչը ինչի դեմ։ Եթե իսկապես անկեղծ ենք, ապա արդյոք ժամանակը չի, որ խորհրդարանը նախաձեռնի համապատասխան քննություն պարզելու, թե ենթարկվում է արդյոք երկրի ղեկավարը արտաքին ճնշումների, կոմպրոմատների,
քաղաքական շանտաժի կամ ինչ-որ անձնական կախվածության, կաշառքի եւ այլը, բերեք քննարկենք նաև այս հարցը, որ ավելի կարևոր է երկրի մարդկանց պետության գոյության համար, մարդկանց անվտանգության, մի ամբողջ պետականության լինել չլինելու, որը շատ ավելի կարևոր է, քան ինչ-որ կոմպրոմատները կաթողիկոսի հանդեպ, որը որ ինչի վրա պետք է օգտագործեին ազգային անվտանգության, միթե նրա ձեռքում է ազգային անվտանգությունը, միթե նրա ձեռքում է բանակը, զորքերը եւ շատ այլ ծառայություններ, որ վերաբերվում են իրոք ազգի անվտանգությանը։ Դե եթե դուք պարտադրում եք այդտեղ կանոնակարգի համաձայն քննարկեն այս ամեն ինչը, Էջմիածինը որոշի այս ամեն ինչը, դուք ձեր ասած բանը, որ պահանջում եք, ապա ինչու չեք դուք ինքներդ ձեր կանոնակարգերի համաձայն նույն բանը անում ձեզ մոտ, օրինակ ծառայեք, չէ որ չի կարելի որևիցե բան ասել, որ անեն ուրիշները, եթե դուք զլանում եք ու չեք ուզում անել ինքները ձեր հանդեպ, առաջին հերթին ձեր հանդեպ արեք, հետո ասեք տես մենք արեցինք եւ արդյունքը սա է եւ հիմա էլ պահանջում ենք, որ հիմա էլ եկեղեցին նման հանձնաժողով կազմակերպի պարզի եւ վերջնական արդյունքները ցույց տա։ Այդ ինչպես է որ նրանցից պահանջում եք, բայց ձեր իսկ ամեն ինչը չեք ուզում դնել եւ ազգային անվտանգության խնդիրների կասկածների հարցերը լուծել, տեսնել ձեր մեջ արդյոք կան կոմպրոմատների ենթարկվող մարդիկ։ Ինչ արժեք ունի ճշմարտության անունից խոսելը, եթե մարդը ինքն իրեն երբեք չի ապացուցել, որ մեծ հավատքի տեր է, մեծ բարոյականության տեր է։ Եթե քննադատում են հոգևորականներին սոցիալական ցանցերում, դատում են առանց դատարանի, մեղադրում են առանց ապացույցների, սա է արդարության ձգտումը, սա չգիտեմ ինչ անվանել, դուք ինքներդ ասեք։ Չէ որ պետք է ապացույցներ ունենալ, նոր մեղադրել, իսկ եթե ունեիք ապացույցները, միանգամից դնեիք ապացույցները, դնեիք ասեք սա է, ապացույցը էլ ինչ եք հարցնում։ Ասեիք, որ մենք իմացել ենք այս փաստերը, հրատարակեիք փաստերը, բերեիք փաստերը եւ հարց տայիք կաթողիկոսին, թե ինչու է այսպես եւ սա խախտում է ձեր կանոնակարգը։ Ինչու չարեցիք։ Եթե դուք ներկայացնում եք ուղակի կասկած, մեղադրանք, այն էլ միայն Facebook-յան էջերում, դա ինչի է նմանվում։ Ուղղակի հետապնդման մարդկանց առանց որևիցե մեղադրանքներ, իսկական պատճառներ ու փաստեր ունենալու։ Ես չեմ կարող, չէ, օրինակ հիմա Facebook-ում գրել, որ ես կասկածում եմ, որ դուք թմրամոլ եք, ես կասկածում եմ, որ ձեզ պետք է DNT տեստ անցնել եւ այլը, մինչեւ չապացուցեք ես այս ամեն ինչը ես չեմ գրում, չէ։ Մինչև փաստեր չունենամ, ես ինչպես մեղադրեմ, թե չէ ինչքան ասես միլիոն ձևի կասկածներ ունեն մարդիկ ձեր հանդեպ։ Հիմա բոլորս գրենք բոլոր կասկածները։ Այս հարձակումները իհարկե մեր հոգևոր արժեքների, ազգային արժեքների դեմ է։ Facebook-յան գրառումներում նա դատում է, քննադատում է կաթողիկոսին։ Այսինքն դարձել է, այսպես ասած, Facebook-յան դատավոր, սոցիալական ցանցի մեջ, որովհետեւ առանց իրավական հիմքի սկսել է ինչ-որ մեկին կասկածել ու դատել։ Եթե սա նորմալ է, ապա բոլորս էլ կարող ենք դա անել, մինչև հակառակ կողմը ապացուցի, որ մենք սխալ ենք։ Երկրի ղեկավարը դարձրել է հավատքի թեման
ծաղրի թեմա։ Այսինքն ամեն օր գրում է այնտեղ տարբեր սաղմոսներից հատվածներ։ Ամեն օր մի հատված վերցնում է, ինչքան դժվար է, copy paste, copy արեցիք դրիկ այստեղ եւ իր նման հիմարներին կարծել ցույց տալով, որ ես հավատացյալ եմ։ Այնտեղ է մկան մարդիկ ասում են բրավո, բրավո, վարչապետս, դու անկոտրելի ես եւ այլը։ Մենք քեզ հավատում ենք, աջակցում ենք։ Զարմանալի է, որ մինչև հիմա կան նման մարդիկ, այո, հավատացեք, նման բաներ ֆանտաստիկայի ժանրից է թվում, բայց կան։ Ինչպես ասեմ, երևի հույս ունեն ինչ-որ պաշտոնի կամ ինչ-որ անձնական շահույթի, իսկ եթե հենց այնպես ձրի են գրում, դա ավելի վատ իրենց համար, որ արդեն այնտեղ գոնե մի քիչ խելքի նշան կարող էր լինել շահույթի համար, բայց լրիվ այդպես կծնվել առանց որևիցե պատճառի եւ իրոք դրան հավատալով, դա արդեն հիմարության գերագույն աշճանն է եւ իրենք պետք է հասկանան, որ իրենք են դառնում մաս հանցագործության, սատարելով հանցագործներին։ Մարդիկ Սյունիքում կրակոցների տակ արթնանում են ամեն օր, իսկ նա գրում է սաղմոսներ, բանաստեղծ դարձել, խելքի հաշեցեք։ Մի խոսքով, սրանք կամ զրպարտանքներ են, զրպարտանքներ չեն, մենք պահանջում ենք փաստեր, առանց փաստերի դուք իրավունք չունեք նման հայտարարություններ անելու։ Նախ այս կաթողիկոսի անձնական կյանքի մասին խոսելը Facebook-ում դա ուղղակի անարգանք է եւ դա ցույց չի տալիս, որ իրոք դու հավատացյալ ես Նիկոլ ու դու իրոք ուզում ես իմանալ, թե նա ինչով է զբաղվում իր անձնական կյանքում, դա ուղղակի ես հարգանք չեմ տեսնում կամ ինչ-որ մեկ այլ բան, որպեսզի պատճառ դառնա, թե դու որպես իսկական քրիստոնյա եւ իսկական կրոնապաշտ բարոյականություն ես պահանջում, ակնկալում եւ այլը։ Ես ավելի շուտ հեգնանք եմ տեսնում, ծաղրանք եւ հետապնդում։ Սա քաղաքական սադրանքների է նմանվում եւ այլը։ Քաղաքական գործիչների պաթոսով լի այս բանաստեղծական գրառումները եկեղեցին պարտավոր չէ պատասխանել, բայց ու նրա լռությունը կարող է լինել ուղերձ, որ մենք այս ամեն ինչից վեր ենք, որովհետև այս մի քանի օր ալիքնում լսեցի, որ մեկն ասում է, որ նա գրում է վարչապետը որպես անձ, որպես կրոնական համայնքի մի անձ, եթե որպես վարչապետ գրեր, նրա ստորագրությունը կլիներ դրա տակ, ուրեմն որպես անձ է գրում, դե եթե որպես անձ է գրում հենց այնպես, քեֆը տվել է այսօր ստատուս է գրում, ինչու պետք է չեմ հասկանում եկեղեցին պատասխանի ամեն մի գրողի, ով էլ որ նա լինի, բայց չեք պատկերացնում, որ եկեղեցին հիմար կլինի, որ պատասխանի, որովհետև դա պաշտոնական հարցադրում չէ։ Շատ մարդ կարող է շատ մարդկանց մասին բան գրել, այսօր ինձ թվում է այսպես է։ Հիմա ամեն մեկը պատասխանի ամեն մեկին, ու դուք ասում եք, մենք սպասում ենք, այո, պետք է պատասխանի, շատ շուտով պետք է պատասխանը գա։ Դուք որպես պաշտոնապես չեք գրում, պաշտոնապես չեք պահանջում եւ այլը, դուք գիտեք, չէ՞ որ եկեղեցին ու պետությունը առանձին են, դրա համար էլ պաշտոնապես չեք անում, որպես անձ եք գրում, եկեղեցին էլ արհամարում է, ինչ ասեմ։ Այս ամեն ինչը խրխրում է մեր հեղինակությունը երկրի, չէ՞ որ Նիկոլի գրածները այլ երկրներում էլ են թարգմանում, անգլերեն կարդում։ Սա ցույց է տալիս խեղաթյուրված
բարոյականության մասին իհարկե ես չգիտեմ ամեն օր գրում է ես սպասում եմ պատասխանի բայց մենք էլ կարող ենք հարց տալ որն է ձեր պատասխանը ձեր իսկ արած գործերի կորցրած տարածքների ժողովրդի անվստահության եւ բարոյական սնանկության դիմաց որն է պատասխանը այն հարցին թե մենք այսպիսի առաջնորդ ինչ որ մենք ունենք որը որ պատմություն ու հավատքը օգտագործում է իր ցինիկ գրառումներով այդ հարցի պատասխանով կարող է տալ ինչու ունենք կամ ինչով ես դու արժանի առաջնորդելու այդպիսի մի ժողովուրդ երբ որ ծաղրի ծանակի ես ենթարկում հավատքը բայց կեղծավորությամբ ասելով որ նայեք Սաղմոս եմ գրել ես հավատում եմ իբր թե Սաղմոսի գրած բառերը ինքն է ասում Օ Տեր գթա ինձ փրկիր իմ թշնամիներից ես քեզ վստահում եմ որ վստահում ես ինչի ես Ալիևից վախենում Փրկությունը Տիրոջից է բայց օրհնությունը գալիս է արդարությունից ովքեր որ զրպարտում են չեն օրհնվում ովքեր չարաշահում են վստահությունը նրանք չեն առաջնորդվում հասկացիր վերջապես եւ կուզեի իմ խոսքը պետք է ուղղեմ նաեւ եկեղեցուն ես բարկացած եմ որ այս քննադատությունը եկեղեցու համար դեմ գալիս է Փաշինյանի կողմից, որ բոլորովին իրավունք չունի, որովհետև իր բարոյական նորմերով եւ երկրին կատարած վնասներով երկրի հանդեպ բոլորովին ինքը իրավունք չունի նման հարց բարձրացնելու։ Նման հարց կարող է բարձրացնել իդեալական բարոյական մարդը, հայրենասեր մարդը, ղեկավարը։ Թե չէ որ գալիս է նրա կողմից դա արդեն ուղղակի զավեշտի է նմանվում եւ անհեթեթության բայց ձեզ հետ վարվում են ինչպես որ դուք թույլ եք տալիս ես եկեղեցու սխալներն էլ եմ տեսնում եւ ուզում եմ եկեղեցուն էլ մի քանի համեստ խորհուրդներ տալ կլսեն իրենց գործն է չեն լսի իրենց գործն է բայց այդպես է կանում որ վերջապես դժբախտությունը գալիս չոքում է ձեր դուռը եւս ձեր լռության ձեր կեղծ համեստության պատճառով եւ այլը եւ իմ քննադատությունը ոչ թե նրա համար է որ քննադատեմ միայն քննադատելու համար այլ որպիսի վերացնեք այդ թերությունները որոնք հիմա դառնում են ծաղր ու ծանակի եւ կասկածանքի առարկա հասարակության մեջ որպեսզի բարելավեք ձեր վիճակը ոչ թե քննադատում են որ ձեզ կործանեմ ոչ թե խոսում են որպես մի հավատացյալ այլ մեկը որ իսկապես մտածում է որ ձեր լռությունը անգործությունը կեղծ բարեպաշտությունը միայն ու միայն աղետներ են բերում եւ անընդունելի է Շատերը կորցրել են վստահությունը եկեղեցու հանդեպ դուք ձեզ դրանում ոչ մի հարցում չեք մեղադրում ոչ թե Աստծու կամ հավատքի դեմ են հանդեպ են կորցրել իրենց վստահությունը այլ ձեր հաստատության որը որտեղ այդ հավատքը պետք է արժանապատվորեն քաջությամբ եւ բարոյական ուղղությամբ դուք ներկայացնեիք Երկար տարիներ շատ հրապարակումներ են եղել, մեղադրանքներ են հնչել բլոգերների կողմից, ժողովրդի կամ մեդիաների կողմից կաթողիկոսի վարքագծի մասին։ Ասում էին ագահ է, ճոխ կյանք է վարում, ցոփ ու շվայլ, հանցագործություններ է անում եւ այլն։ Դուք ոչ մի անգամ չպատասխանեցիք այս ամեն ինչին, միայն լռությամբ
լռություն եւ վերջ, ինչ ուզում է գրեն, ինչ ուզում է ասեն, հետ չէիք պատկերացնում, որ դա վնասում է եկեղեցու իմաջին, հեղինակությանը, չէ՞ որ մարդիկ մնում են կասկածների մեջ, դուք չեք երգում լուրերը, ժողովուրդը ինչ կարող է մտածել, եթե ցանկանում եք հեղինակության անկում, ձեր լռությամբ լավ էլ արեցիք, եթե չեք ցանկացել, որ պատասխան տաք, մտածել եք ձեր նպատակը խաղաղություն պահելն է, բայց կարող եք գոնե ներքին քննարկումներ ունենալ, ձեր մեջ նստել, ժողովանել, քննարկել, քննեք, տեսնեք, դա ճշմարտություն է, այդ խոսակցությունները, բամբասանքներ են, թե դրա հիմքում կան կարևոր փաստեր, մի հատ ձեր մեջ քննարկեիք եկեղեցու արժանապատվությունը պահելու համար, հայտնաբերեիք, թե ինչն է պատճառը այդ, վերասենք, նման մեդիաների եւ այլ բլոգերների խոսույթների։ Եթե այդ մեղադրանքները կեղծ էին, դուք պետք է հրապարակայնորեն հերքեիք եւ պաշտպանեիք եկեղեցու հեղինակությունը։ Ես չգիտեմ արել եք թե չէ, ես չեմ հետևում ձեր ամեն ինչին եւ երկար տարիներ թե ինչ եք ասել, ինչ մեդիաներում ես չգիտեմ։ Եթե մի կաթիլ անգամ ճշմարտություն կար, ապա ձեր լռությունը ոչ թե եկեղեցուն պաշտպանեց, այլ պաշտպանեց մեղավորին ու մեղքը։ Երկու դեպքում էլ ձեր անգործությունը տեղիք տվեց կասկածի եւ անվստահության։ Եթե կա ձեր մեջ մեղավոր, որին ճշմարտացիորեն ժողովուրդը մեդիան քննադատում է, ապա դա պետք է դուք ազատեիք այդ աշխատանքից, ձեր համբավը մաքրեիք, միթե դա հասկանալի չէր։ Ու այսօր, երբ որ վարչապետն է այդ մասին խոսում, հարցադրումներ անում եկեղեցու վերաբերյալ, սրանք կարող էին կանխվել, չէ՞ ժամանակին, եթե պատասխանատու եւ ազնիվ մոտեցում ցուցաբերեիք ժամանակին։ Այս հարցերը արդեն լուծված կլիներ վաղուց եւ հիմա հասարակական քննարկման առարկա չէր դառնա եւ այսքան թափ չէր ստանա, որ մարդիկ արդեն քննարկեին իրոք ճիշտ է, սուտ է, իրոք բոլորը այդպես են, մեկն էլ այնտեղից ինքն էլ քահանա ասում էր 90%-ից ավել է, որ գալիս են ճեմարան, բոլորը վատանում են, ինչպես կոչեց փչանում են, թե ինչ, այդպես վատ մարդ են դառնում, նման բաներ արդեն նույնիսկ ձեր միջից են հնչում։ Դուք այն ժամանակ լռեցիք, փորձելով հաճոյանալ կաթողիկոսին, լռեցիք նաև, երբ որ տեսաք պետության դեմ անարդարություն, ղեկավարից վախում եք, ձեր կաթողիկոսից, ձեր լիդերից վախենում եք, ամեն ինչից վախենում եք, ամեն ինչում լուռ եք, արդեն այսպես էլ բանը բանից անցնում է։ Եկեղեցին հասկանալի է չպետք է դառնա քաղաքական կառույց, բայց գիտեմ, որ եկեղեցու տարանջատումը եւ պետության հետ դա կա այդ օրենքը թե ինչ է, բայց երբ որ մեր հողերը հանձնվում էին, պատերազմական հանցագործություններ եւ այլը, երբ որ երկրի եւ ժողովրդի ճակատագիրը վտանգվում է, դուք ոչ թե պիտի ունենաք իրավական իրավունք, որ խոսեք, օրենք, որ ձեզ թույլ է տալիս խոսել, բայց ձեր բարոյական մոտեցումը, ձեր բարոյական պրինցիպները, սկզբունքները պետք է ձեզ պարտադրեին խոսել։ Դա ձեր բարոյական իրավունքն էր եւ պարտականությունը, բարձրացնել ձեր ձայնը, ոչ թե լռել։ Ու դու չարեցիք դա դուք։ Միայն դիտորդի դերում եք, ամեն ինչում լուռ, ապահով նստած, ոչ այս կողմ, ոչ այն կողմ, միայն թե մենք մեր տեղերը, դիրքերը ունենանք, մեր պաշտոնները։ Բայց չէ որ դուք պետք է լինեք արդարության ձայնը,
բարոյական սկզբունքների, այսպես ասած, այս հաստատությունը, երբ որ արդարություն է պահանջում ինչ-որ տեղ, ձեր ձայնը չկա։ Մի խոսքով դուք ձախողվել եք շատ հարցերում։ Նաև այն հարցում, որ թափանցիկ չեք։ Օրինակ դուք պարբերաբար զեկույցներ կարող եք տալ ստացված նվիրատվությունների մասին և դրանց ծախսման։ Ցույց տայիք, թե ինչպես եք այդ միջոցները օգտագործում, օրինակ կարիքավորներին ապահովելու նպատակով և այլը, բոլոր բարեգործական արարքները, այսքան տրամադրվեց այս բանը կառուցելու, այս ընտանիքներին, այս համայնքին, այս։ Այդ հաշվետվությունը որտեղ է։ Դուք պետք է տարիներ շարունակ թափանցիկություն ցուցաբերեք։ Մարդիկ այսօր չէին կասկածի ձեր ազնվության վրա, եթե տարիներ շարունակ այդպես ազնվորեն բացատրեիք ձեր բոլոր եկած նվիրատվությունների քանակը, ծախսած միջոցների քանակը բարեգործական արարքների միջոցառումների վրա։ Ժողովուրդը կկանգներ ձեր կողքին մեկ փոքրիկ անգամ կասկած ունենալու։ Դուք պետք է հասկանաք վերջապես, պարոն քահանաներ, որ այդ նվիրատվությունները, որ տալիս են մարդիկ, որ որոշում են, ով ինչքան կարող է իհարկե, ավելի հարուստ մարդիկ կարող են ավելի շատ տալ, մեծ գումար եւ այլը, բայց նրանց մտքում այն է, որ տալիս են, որ դուք նման բարեգործական արարքներ անեք, ասում են, թե եկեղեցին գիտի ում կօգնի, գիտի որտեղ են կարիքավորները, ինչ լուրջ խնդիրներ կան, գյուղերում, քաղաքներում եւ այլը, նրանք գիտի ամեն ինչի անպաշտպանունակ քաղաքացիների տեղը, գիտեն որտեղ ծախսեն։ Այդ հույսով են տալիս ձեզ։ Նրանք չեն տալիս, որ ասում են, բերես $1000 գցեմ արքղի մեջ կամ տամ նվիրատվություն գրանցեմ, որպեսզի իմ քահանաները ճոխ կյանք ունենան, որ կարողանան ընտիր մեքենաներ գնել, պալատներ կառուցել եւ այլը, իրենց ընտանիքներին ապահովել, մեծագույն ապագա եւ այլը։ Ոչ մի նվիրատվություն անող մարդ դա չի մտածում։ Դուք սխալ եք հասկացել, թե ինչի համար է այս նվիրատվությունը։ Դուք ասում եք, թե մեզ են տվել, մեր գործն է, ինչպես ուզենանք, այնպես էլ հետը կվարվենք, դա սխալ է։ Ես հասկանում եմ, որ դուք պետք է եկեղեցու մաքրության հավաքարարի վարձը տաք, աշխատավարձը, ինքներդ ձեզ վարձատրեք, որպեսզի կարողանաք ապահով ապրել։ Հասկանալի է, դա այլ է հասկանալի, ինչ-որ երգչախումբ, մոմեր, ներքին կահավորանք, հասկանալի, դրանք հասկանալի, այդ ամեն ինչը հանած, ամեն բոլոր ծախսերը հանած, ինչ որ մնում է նվիրատվությունից, դուք դա պետք է օգտագործեիք բարեգործական նպատակներով։ Եվ շատ ընտանիքներ դրա կարիքն ունեին, իսկ դուք դրել եք միայն ձեր գրպանը։ Եթե այդպես չէ, ցույց տվեք բոլոր հաշվետվությունը ձեր, այդ ռեպորտները ցույց տվեք, որ այս է կարել, այն է կարել, թվերով ամեն ինչով ցույց տվեք, որ ժողովուրդը հասկանա, որ սրանք միայն բամբասանքներ են, ուղղակի կասկածներ են։ Այդ վստահությունը դուք չեք կարողացել կառուցել, ձեզ պետք չի եղել, ճիշտ է։ Դե ձեզ պետք չի ժողովրդի վստահությունը, միայն տրամներն է պետք, էլ ինչ եք ակնկալում ժողովրդից։ Ինչ եք կարծում նման վստահությամբ, թույլ վստահությամբ, ինչքան ժողովուրդը ձեզ կաջակցի, ինչքան երկար կաջակցի։ Ուշ թե շուտ բոլորը ոչ մեկն էլ արդեն նվիրատվություն չի անի, չի էլ այցելի ձեր եկեղեցիները, այն ժամանակ ինչով եք ապրելու, հարյուրավոր հազարներ եք քահանաներ, ինչով եք ապրելու։ Կգա ժամանակը, որ պետք կլինի ձեր մասնագիտությունները փոխեք, գոնե գնացեք մի քանի այլ բաներ սովորեք, որ կարողանաք այլ գործով զբաղվել։
միակ բանը, որ դուք ունեիք, դա ժողովրդի վստահությունն էր։ Մի խոսքով պետք է իրոք բարեփոխման ենթարկվեք, եթե ցանկանում եք վերագտնել կորցրածը, վերականգնել կորցված վստահությունն ու հավատքը, որովհետև դուք եք նրա, այսպես ասած, ոչ թե սիմվոլ, այլ ներկայացուցիչը։ Եթե ներկայացուցիչները իրենց բարոյական վարքագծով օրինակելի չլինեն, ապա այդ հաստատությունը ոչ ոք էլ չի հաճախի։ Եվ այստեղ խնդիրը այնքան վնասը նրա մեջ չի, ինչքան կհաճախեն թե չէ ժողովուրդը, բայց կարող են լինել մարդիկ, որ ընդհանրապես կորցնեն հավատքը քրիստոնեական կրոնի հանդեպ, դա էլ կարող է պատահել եւ դա ամենավատն է, քանց եկեղեցիներ չայցելելը։ Մի խոսքով դուք ինքներդ ձեր ձեռքով ոչնչացնում եք այն հավատքը, որը իսկապես տալիս է հաց ձեր սեղանին, խելացիներ։ Դուք պետք է չդավաճանեք այն արժեքները, որ քարոզում եք ամբիոնից։ Եթե դուք չեք ապրում քրիստոնեական արժեքներով, եթե դուք չեք դրսևորում խոնարհություն, կարեկցանք, ճշմարտություն եւ այլն, ինչպես կարող եք մարդկանց դրանք քարոզել։ Դուք պետք է ձեր միջոցով, չէ, օրինակ ծառայեք, մարդկանց հավատալ տակ, որ դրանք կարևոր են, ահա մենք հետևում ենք դրան։ Եթե միայն փոխեք հիմա կաթողիկոսին, համակարգը մնա նույնը, հիմա էլ հաջորդը կգա, կշարունակի նույն կերպ, նորից դուք լուր դիտորդների պես կլինեք, ինչն է փոխվում, ոչինչ, եւ մինչև նրա մասին էլ արդեն լուրեր տարածվի, ինչ է անում եւ այլը, անձնական կյանքում նրան է կհանեք հաջորդին եւ այլը, մի խոսքով արդեն սա եկեղեցի չլինի կամ ձեր խորհուրդը արդեն ոչ մի արժեք իրենից չի ներկայացնի։ Դուք ինքներդ կդառնաք ձերից կործանման պատճառը։ Դուք կարող եք ամեն ինչ փոխել, համարձակություն է պետք, եթե իրոք հավատացյալ եք, իրոք ցանկանում եք, որ եկեղեցին մնա իր բարձունքին, ժողովուրդը մնա քրիստոնեական կրոնին հավատարիմ, եթե այս ամեն արժեքները ձեզ համար կարևոր են, դուք պետք է պայքարեք դրա համար։ Իրոք պետք է ցույց տաք, որ դուք ծառայում եք Աստծուն, սիրում եք Աստծուն, սիրում եք ժողովրդին, սիրում եք ծառայել ժողովրդին, պետք է ցույց տաք կարեկցանք, ոչ թե դառնաք հարստության վահան ձեր լիդերների կամ որոշ անձանց, ովքեր կարողանում են դա ձեռք բերել։ Դուք պետք է դառնաք այն լուսավոր ճանապարհը, որ ուղղություն է տալիս ժողովրդին, որ օրինակելի է իր սկզբունքներով եւ ապրած կյանքով, ժողովուրդը կարիք ունի սովորելու բարոյական մակարդակը, սկզբունքները, արժեքները, այս ամեն ինչը պետք է բարձրացվի ժողովրդի մոտ։ Մի քանի սաղմոզ երգելով եկեղեցու բեմից, առանց որևիցե բացատրելու, ճառեր ասելու, ժողովրդին մոտիվացնելու, ոգեշնչելու, դուք ուղղակի իրոք սև զգեստ թակած, մի քանի բան անգիր արած երգողներ եք միայն։ Եվ ձեր ցուցակով, թե ինչը ինչ արժե, ես հիշում եմ, որ մի անգամ ձեր կաթողիկոս, որ Ռուսաստանի որ քաղաքում ես չեմ հիշում, որպեսզի գնա բացմանը օրհնի եկեղեցին, ինչքան դոլար էր պահանջը, չգիտեմ, 20,000, ինչքան, դա ինչ գին է, օրհնանքը փողով է տրվում,
Դե ուրեմն դուք էլ Աստծո օրհնությանը չեք հավատում։ Դուք չեք վճարել Աստծուն, չէ՞։ Դուք ինչքան եք վճարել Աստծուն, որ ձեզ օրհնի։ Դե եթե դուք մտածում եք դա հիմարություն է, նման բան չկա, ուրեմն չեք հավատում, որ Աստված կարող է ձեզ օրհնել։ Ուրեմն խաբում եք։ Դե եթե հավատում եք, որ Աստված կարող է, դա հնարավոր է, որ ձեզ օրհնի կամ ինչ-որ մեկին օրհնի Աստված, եթե այդ փաստը դուք իրոք հավատում եք, որպես կրոնապաշտ մարդիկ, բա ինչու չեք մտածում դրա դիմաց Աստված ինչ պետք է պահանջի ձեզնից, ինչ գին։ Դուք ինչ գին պետք է վճարեք այդ օրհնության համար։ Դե եթե դրամով չեք կարողանում վճարել, եթե մտածում եք պետք է վճարովի լինի, լավ, եթե լոգիկան այդպես է, օրհնությունը երբեք պիտի ձրի չլինի, ինչ եք դուք տալիս Աստծուն։ Հա, դրամ չեք կարող տալ, նա չի վերցնում։ Ինչ եք պատրաստ տալու։ Ձեր կյանքից որևիցե բան պատրաստ եք զոհաբերելու։ Օրինակ, ձեր բախտը, ձեր երեխաների ճակատագիրը կամ առողջությունը։ Ասում է լավ, ես քեզ կօգնեմ, այս գործի համար աղոթում ես, ես կօգնեմ։ Կստանաս այդ պալատը, բայց դրա դիմաց հավասարակշռությունը պահելու համար տիեզերքում պետք է, չէ, որ մի բան տաս, դա ձրի չի տրվում ձեր լոգիկայով։ Պատրաստ եք տալու ձեր երեխայի, այսպես ասած, կյանքը։ Մի բան տվեք, որ ստանաք։ Ձեր լոգիկայով այդպես է։ Ինչ եք դուք տալիս Աստծուն։ Կարևոր բարի գործեր եք անում դրա դիմաց։ Ինչ, ոչինչ։ Դե ուրեմն ինքներդ երևի չեք հավատում օրհնությանն էլ, ամեն ինչին էլ։ Ես կարող եմ այդպես մտածել։ Կարող եմ մտածել, որ այդ օրհնություն կոչվածը, որ դուք տալիս եք ժողովրդին վճարելու դիմաց, դուք ասում եք դա ուղղակի փող աշխատելու ձև է, ինչ օրհնություն, ինչ բան, ոչ էլ Աստված ձեզ կօգնի, ոչ էլ ես եմ սրտած օրհնում ձեզ։ Սա ուղղակի, այսպես ասած, աշխատանք է, որի համար ես վճարվում եմ։ Ում է պետք նման օրհնությունը, սրտից չի բխում, եւ դուք իրոք չեք խնդրում Աստծուն այդ մարդու համար։ Ժողովուրդ, խելքի եկեք, այս քահանաների օրհնությունը ձեզ պետք չէ։ Օրհնվել եք ուզում, խնդրեք Աստծուց։ Դա ծրի է գոնե։ Դա գոնե սրտանց ընդունվում է Աստծու կողմից։ Իսկ այս վանականների կողմից իհարկե չի ընդունվում։ Սրանց համար միայն հնարավորություն է հերթական ապրուստի միջոց արձակելու, վաստակելու այդքան բան։ Ժողովուրդ, մի եղեք այդքան միամիտ։ Ինչու եք միջնորդ փնտրում։ Գործը պրյամոյ Աստծու մոտ է ուղիղ, նրան էլ խնդրեք։ Պարտադիր է, որ քահանան միջնորդ լինի։ Իսկ եթե քահանան ինքը ազնիվ չէ կամ սրիկա է կամ անպարկեշտ է, այդ քահանայի միջնորդությունը ինչպես կարող է Աստծու մոտ տեղ հասնել։ Նրա ասելով հասնի տեղ, չի հասնի, չէ։ Աստված նրա վրա էլ է բարկացած, բայց դուք չգիտեք։ Այլ թեմայով էլ էի ուզում խոսել, բայց երկար ստացվեց։ Մնա հաջորդ անգամ։ Մի խոսքով ժողովուրդ, մտածեք այս մասին, ինչ որ ասեցի, իսկ նորից մնում եմ ես նույն կողմնորոշման, որ Նիկոլը աշխարհի ամենավերջին մարդն է, որ իրավունք ունի